Ռադիո Շանթ Սիրելի ռադիոլսողներ, Շանթ ռադիոկայանի ուղիղ եթերում իր աշխատանքը երեկոյան ծրագիրը շարունակում է։ Այսօր մեր տաղավարում ես ունեմ հյուր, մենք խոսելու ենք շատ արդիական եւ կարեւոր մի թեմայի շուրջ։ Նախ ներկայացնեմ այսօրվա իմ հյուրին։ Իմ հյուրն է Գյումրի զարգացման լաբորատորիա հիմնադրամի գործադիր տնօրեն Անժելա Բալթայանը, նա իդեպ նաեւ Contest Lab կրթական կազմակերպության համահիմնադիրն է։ Ողջունում եմ ձեզ։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին, քանի գնալով կիբերանվտանգությունը եւ կիբերպաշտպանությունը շատ կարևոր բաղադրիչ է դառնում մեզանից յուրաքանչյուրի համար, որովհետեւ շատերիս կյանքը տեղափոխվել է դեպի ավելի շատ on-line տիրույթ, մենք կյանքի մեծ մասը ժամանակի մի հատվածը անցկացնում ենք հենց այնտեղ եւ այնպես է ստացվել, որ գնալով այս տիրույթը շատ ավելի խոցելի է դառնում եւ մենք ունենք իսկապես պաշտպանվածության շատ լուրջ խնդիր եւ այսօր կուզենայի մի փոքր հենց այդ թեմայի մասին խոսենք, ինչքան զարգանում են գործիքները, տարաբնույթ տեխնոլոգիաները զարգանում են, այնքան մարդկանց օգտահաշիվների խոցելիությունը մեծանում է, տարբեր հավելվածներում մարդկանց օգտահաշիվները հարձակումների են ենթարկվում եւ մի փոքր հենց այս թեմայի մասին ենք այսօր խոսելու, տեղեկացնեմ մեր ռադիոլսողներին։ Եվ օրինակ վերջերս նաև շատացել են տարբեր տեսակի գրողներ, հարձակումներ, օրինակ WhatsApp Messenger-ի հետ կապված, քանի որ օգտահաշիվների հետ կապված խնդիրներ են նկատվում, նաև կան տեղեկություններ, որ արդեն Viber-ի հետ կապված կան նման խնդիրներ, որոնք համաշխարհային միտում ունեն։ Կցանկանայի մի փոքր խոսեինք հենց այս մասին եւ ներկայացնեինք, թե ընդհանրապես ինչպես ցանկացած անձ իրեն կարող է պաշտպանել այս on-line տիրույթում եւ ինչ անել, որպեսզի կիբերհարձակումներից զերծ մնա։ Այո, իրավացի եք, համաձայն եմ ձեր հետ եւ իրոք նույնիսկ ինձ է եկել ոնց որ գործընկերոջից նամակ, որտեղ որ կոչ էին անում ինչ որ հղումի վրա սեղմել եւ ըստ այդմ այո շատ շատերին իրականում կոտրվեցին հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց օգտահաշիվներ եւ պարզ երբ որ աշխատակիցները ղեկավարից են ստանում նամակ կամ ինչ որ հաղորդագրություն անկասկած սեղմում են վրան եւ միտումնավոր տարածումը շատ ավելի մեծանում է Եվ բոլորն ունեն կրթվելու կարիք այս առումով հասկանալու թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց առցանց հարթակում, ինչպես պետք է պաշտպանեն իրենց տարբեր հավելվածներից օգտվելիս եւ այս առումով օրինակ խորհուրդ կտամ, որ եթե Viber, WhatsApp, Messenger, Telegram բոլոր առումներով ակտիվացնեն երկակի պաշտպանությունը Եվ իհարկե այս պարագայում, երբ որ հաշիվը կոտրվում է, շատ հնարավոր է նաև, որ ոչ միանշանակ բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկվեն եւ ըստ այդմ ինչ որ պահի կարող է օրինակ WhatsApp հաշիվը բլոկավորվել եւ կարիք կլինի հաշիվը հետ վերադարձնելու Շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն այս պահը եւ դրա համար շատ անհրաժեշտ է, որ նաեւ ակտիվացնեն էլեկտրոնային փոստը, ավելացնեն էլեկտրոնային փոստը օգտահաշվի մեջ, ինչը հնարավորություն կտա հաշիվը հետ վերադարձնելու։ Այսինքն երկակի անվտանգություն պետք է ապահովել, ինչպես ասացիք, եւ էլեկտրոնային փոստի հասցնել գրանցել, որպեսզի եթե ինչ-որ մեկը ցանկանա մուտք գործել օգտահաշիվ, արդեն հենց մեր էլեկտրոնային փոստի նամակի միջոցով մենք հասկանանք, որ ինչ-որ մեկը ցանկացել է կոտրել մեր on-line տիրույթը, այսպես ասենք։ Կարողանանք հաշիվը հետ բերել, այո, այսպես ընդհանրապես հավելվածները բացելիս, որպեսզի հաստատեն անձի ինքնությունը, հիմնականում երրորդ կազմակերպություններ, ոչ մեր ոնց որ բջջային օպերատորները, ուղարկում են SMS կոդեր, որոնց միջոցով որ ակտիվանում է հաշիվները, բայց այժմ կարծես դա էլ անվտանգ չի եւ կարողանում են այդ ճանապարհին այդ կոդը որսալ շատ կարեւոր է որ բոլորը այս մասին գիտակցեն եւ անմիջապես թե Face ID-ին թե մատնահետք մի խոսքով երկակի պաշտպանություն ակտիվացնեն բոլոր հավելվածների վրա Դա բոլոր այն մեսենջերներին, հավելվածներին, որոնք որ մենք օգտագործում ենք։ Այո, Viber, WhatsApp, Telegram բոլորը ունեն այդ հնարավորությունը, եթե օրինակ պատկերացրեք
դուք անձ եք, ով որ չի տիրապետում, ինչպես կարելի է երկակի պաշտպանությունը ակտիվացնել, կարելի է ուղղակի փնտրել համացանցում եւ քայլերը հստակ տեսնել։ Կան շատ հայտնի ոնց որ մասնագետներ, ովքեր որ YouTube-յան ալիքներ են վարում, սոցիալական հաշտակներում են ալիքներ վարում, կարելի է նաեւ իրենց հետևել կրթվելու համար։ Եվ այդ ակտիվացումները անպայման կիրառել։ Օրինակ վերջերս հենց Viber-ի հետ կապված, WhatsApp-ի հետ կապված են խնդիրները շատ, եթե անկեղծ ասեմ, ինձ հետ էլ է նման խնդիր եղել WhatsApp-ի հետ կապված, բայց ես կարողացա լավ իմ հաշիվը կրկին օգտահաշիվը կրկին հետ վերադարձնել, ըստ երևույթին միգուցե ես կարողացել էի պահպանել անվտանգությունը, միգուցե դրանից էր որ չհաջողվեց այդպես ասենք անվերադարձային կորցնել, հնարավոր եղավ հետ վերադարձնել, բայց նաև լինում է չէ, որ անձանց անունից նաև տարբեր հաղորդագրություններ են ուղարկվում, այս դեպքում ինչ կարելի անել ուղղակի չփացել, թե հարցնել, թե ուղղակի նայել հղումը, եթե տարօրինակ բնույթ ունի, նման դեպքեր էլ շատ կան, որ մեկ անձից մյուսին այդպես տարբեր տեսակի SMS հաղորդագրություններ կարող են գնել նաև այդ հավելվածների միջոցով։ Այո, իհարկե, այս առումով շատ կարևոր է, որ բոլորս գիտակցենք, որ այսօր որևէ ինֆորմացիա միանշանակ չի կարելի ընդունել, նույնիսկ պատկեր, նույնիսկ ձայն չի կարելի միանշանակ ընդունել եւ սեղմելուց ցանկացած հղումի կամ նույնիսկ գծված ֆայլի վրա սեղմելուց առաջ պետք է մտածել երկու անգամ, ճշտել հավաստիությունը, ճշտել արդյոք այդ տվյալ անձից է եկել, որովհետև երբեմն մենք ստանում ենք այնպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ, որ նույնիսկ նայելուց հասկանում ես, որ ինչու է ինձ ուղարկել, իսկ ինչ է սա, սեղմելուց կամ բացելուց առաջ կարելի է միաճշտել արդյոք տվյալ անձն է դա ուղարկել, իսկ ինչ բովանդակություն կամ ինչ կայք է տանում, արդյոք կայքի երբեմն մեյլեր են գալիս, չէ, կամ ինչ-որ նիշքեր են գծված էլեկտրոնային փոստին, որ թվում է, թե անմեղ ինչ-որ նիշքեր են, բայց երբ որ բացում ես, ծուղակ է, եւ դրա համար շատ կարեւոր է, որ մենք նաեւ երբ հեռախոսներով ենք աշխատում այս պարագայում ճշտելուց հետո սեղմենք ինչ-որ հղումի վրա, եթե շատ պարտադիր է, իհարկե, իսկ եթե համակարգչով ենք աշխատում, կարելի է ակտիվացնել տարբեր պաշտպանիչ ծրագրեր, ինչպիսիք են հակավիրուսայինները կամ օրինակ firewall-ը կամ հրեպատը, որը որ այսպես ասած ֆիլտրի դեր է խաղում եւ ոչ միանշանակ է թողնում, որ դրսից կան ու ինչ որ վնասներ հասցնեն համակարգչին, իհարկե այս պարագայում մենք պաշտպանված չենք լինի, եթե ինքներս ենք հղումի վրա սեղմում, բայց բոլոր դեպքերում գոնե ինչ որ առումով ֆիլտրացիա կընթանա։ Այս առումով պետք է չափազանց ուշադիր լինել, թե հղումներին, ինչպես նշեցինք, թե ֆայլերին եւ փորձել պաշտպանվել։ Այժմ երևի տեղյակ եք նաև կան բազմաթիվ արհեստական բանականության միջոցով կազմակերպված հարձակումներ։ Եվ դա հիմա էլ ավելի մեծ խնդիր է դառնում, որովհետև այնքան արհեստական բանականության միջոցով նաև ստեղծված այդ պատկերները, թեկուզ տեսանյութերը, նույնիսկ տարբեր հայտնի անձանց պատկերներով տեսանյութեր են պատրաստվում, կոչ անելով այս կամ այն ինչ-որ ակցիաների մասնակցել կամ գումարներ փոխանցել թեկուզ գնալով այդ դեպքերը ավելի շատանում են եւ մարդկանց համար գնալով ավելի բարդանում են, թե ինչպես պետք է տարբերակել որն է իրական, որն է արհեստական բանականության պատրաստված եւ ընդհանրապես արհեստական բանականությունը հիմա բավական լուրջ այս առումով մարդկանց համար խնդիրներ է ստեղծում այս պարագայում ինչ խորհուրդ կտակ իհարկե մարդիկ ովքեր ավելի հաճախ են այս ամենի հետ գործ ունենում կամ լուսանկարները եւ այլն կան իհարկե որ ակնհայտորեն նայում ես եւ տարբերությունը զգացվում է իրական է թե ոչ բայց հիմա այնպիսի եղանակներ կան որ կարծես շատ բարդ է տարբերակելը որ այդ լուսանկարները, պատկերները կամ տեսանյութերը իրականությունից հեռու են եւ ինչպես ինչ խորհուրդ կտակ այս պարագայում Այսօր, ինչպես ասում են, մի հավատա միայն տեսածիդ կամ լսածիդ եւ տեսանյութը կամ ձայնը այլևս ապացույց չէ եւ երբ որ ինչ-որ նկար կամ օրինակ նույնիսկ շատ հաճախ լինում է դպրոցական երեխաներին սոցիալական հարթակներով տարբեր ընկերության հայտեր են ուղարկում կամ ինչ-որ հաղորդագրություններ են գրում ընկերության հրավերներով եւ այլն շատ կարեւոր է որ մի հատ ճշտեք թե Երբ է բացվել հաշիվը, երբ են բեռնվել նկարները, այսօր համացանցում կան նկարի իսկությունը ստուգելու հնարավորություններ, արդյոք այս տվյալ նկարը պատկանում է այն անունին, այն մարդուն, ով որ ոնց որ ձեզ գրել է կամ ինչ որ կոչ է անում։
Շատ կարևոր է նաև հաստատել այլ ալիքներով, զանգել օրինակ տվյալ անձին, եթե այդ անձից է եկել կամ ճշտել ինչ-որ կերպ, նոր ընտրել, թե ինչ գործողություն է պետք անել։ Այս առումով նաև պետք է հասկանալ, որ երբ ենք մենք ավելի խոցելի դառնում, երբ որ մենք մեր անձնական ինֆորմացիան սոցիալական հարթակներում հատկապես բաց կերպով տեղադրում ենք, այս առումով շատ կարևոր է, որ հատկապես դպրոցականները շատ զգույշ լինեն, քանի որ հենց իրենց սոցիալական երևի նաև ծնողները պետք է ներգրավվեն փոքր վերահսկելու։ Միանշանակ հարցն այն է, որ եթե ես լինեի, ես կարծում եմ, որ մինչև 16 տարեկան երեխաներին սոցիալական հարթակներից օգտվել ընդհանրապես պետք չէ եւ հիմա ի դեպ ձեզ կներեք, որ ձեզ ընդհատում եմ, բայց մի քանի երկրներում արդեն նման օրենքներ ընդունվել է, Ավստրալիայում արդեն կիրառվել է, աշխարհում առաջին երկիրն է, որ արգելված է, եւ հիմա օրենքներ ընդունվեցին նաեւ Ֆրանսիայում, այդ գործընթացը գնում, Իսպանիան հայտարարեց, որ արգելում են, այսինքն մի 5-6 երկրում ակտիվորեն կա այս գործընթացը, այնպես որ ձեր կոչին հետևում են։ Այո, ցավոք Հայաստանում դեռ չկա նման օրենքով սահմանափակումներ, ինչից ոչ իրազեկության պակասի պատճառով կարծում եմ ծնողները չեն արգելում, սակայն գոնե այդ պարագայում պետք է մենք կարողանանք ճիշտ ուղղությամբ զարգացնել, եթե ինչ-որ խմբեր կան կամ ակտիվ կարևոր կայքեր կան, կարելի է ծնողի հաշվով հետևել կամ ուսումնասիրել, գործիքներ կան, որ ծնողը կարող է տեսնել, թե երեխան ինչով է զբաղվում։ Այո, միանշանակ։ Եվ շատ կարևոր է, թե օրինակ անձնական տարբեր տվյալներ, հատկապես հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, անուն, ազգանուն, անձնագրային տարբեր տվյալներ հրապարակավ ոնց որ ներկայացնել իհարկե արգելվում է, չի կարելի։ Եվ իհարկե շատ տարածված է նաև բոտային տարբեր օգտահաշիվներ կան հենց Facebook-յան հարթակներում են շատ որոնք տարբեր բոտային նաև հարձակումներ են տեղի ունենում տարբեր երկրների կողմից միգուցե կարող այդպես է լինել եւ օգտահաշիվը թվում է որ հայկական է, հայկական անազգանով է գրանցված, բայց դրա հետևում կարող են լրիվ այլ մարդիկ թաքնված լինել։ Միանշանակ։ Վերջերս կիսվեմ ձեր հետ մի զրույցի մասնակցեցի, որ երկու ընկերուհիներ դպրոցահասակ իրար հետ կիսվում են, ինչպես մեկը WhatsApp-ով ծանոթացել է եւ շփվում է ինչ-որ մեկի հետ, շատ կարեւոր է, որ մենք մեր երեխաներին իրազեկ պահենք, որ արդյոք ում հետ որ շփվում ես նայ որ ներկայանում է եւ կամ բազմաթիվ դեպքեր, երբ որ երեխաները դառնում են զոհեր բարիսպուն իմաստով, թե ֆիզիկական, թե կիբերբուլինգի զոհեր են դառնում եւ թե իհարկե շատ ցավալի է նաեւ կարող են ծաղրել, ինչ-որ հրապարակումներով վախացնել եւ ֆինանսական շոշթումներ իրականացնել։ Այս առումով ամենախոցելին ես կարծում եմ դպրոցահասակներն են եւ իրենցից հետո տարեց մարդիկ են եւ շատ կարեւոր է, որ մենք հնարավորինս իրազեկ պահենք եւ փորձենք շատ խոսել այդ մասին։ Եվս մեկ դեպքով կարող եմ կիսվել, օրինակ շատ առավոտ վաղ ժամի զանգ են ստանում Վալդբերիսից, որ Եվ այո, շատ հետաքրքիր առաջարկներով, գայթակղիչ առաջարկներով, եթե դուք հենց այս պահին գնեք, օրինակ երկրորդ անվիճար կստանաք եւ այլն, եւ սխալ մարդիկ ուղակի հղումի վրա են ստեղծվում այն պահին, որը որ ուղարկվում է եւ հաշվից անընդհատ քանի անգամ գումար է տարվում։ Սա էլ է շատ կարևոր իհարկե բանկային տվյալները, բանկային քարտերը պաշտպանել, ինֆորմացիան չտրամադրել ոչ մեկին։ Հենց այդ թեմայի մասին եւս ցանկանում եմ խոսել, քանի որ վերջերս նման խաբեությունների նման բազմաթիվ դեպքեր կան, Հայաստանն էլ եւս բացառություն չէ։ Հայաստանում էլ կան որ մարդիկ նաև բողոքի ցույցեր ակցիաներ են կազմակերպում եւ դարձել են այս կամ այն խաբեությունների զոհ, տարբեր նաև քոլ կենտրոններ կան, չէ, Հայաստանում են գործում դրանք, որոնք այս կամ այն խաբեություններով եւ զեղծարություններով են զբաղվում եւ դուք նշեցիք, որ այս բարեկամ միգուցե խոցելի խումբը նաև ավելի շատ տարեցներն են, որոնք շատերը միգուցե տեխնոլոգիաներին կամ օգտվելու կանոնների լավ չեն տիրապետում եւ շատ դեպքերում նաև հավատում են այն ամենին, ինչը իրենց որ ներկայացվում է։ Այս բարեկամ ինչ խորհուրդ կտակ ինչ անել
քանի որ հիմա բանկային հավելվածները մարդիկ շատ ակտիվ կերպով օգտագործում են, բոլոր խմբի մարդիկ օգտագործում են, հիմա կյանքը այնպես է դարձել, որ ավելի շատ բոլորս նաև վճարումներ արծեր են կարծես վերանում են եւ մենք հիմա ավելի շատ այդ ամենը on-line կերպով ենք իրականացնում։ Այս պարագայումն էլ հատկապես բանկային տվյալների նաև անձնագրային տվյալների հետ կապված։ Եթե մենք օգտվում ենք առցանց գնումներից, օրինակի համար եւ ինչ-որ ինֆորմացիա է տրամադրվելու, որպեսզի գնում կատարվի, մենք իհարկե գիտենք, որ քարտի տվյալների վերաբերյալ բավական խորը ոնց որ ինֆորմացիայի տեղեկույթ է պահանջվում տվյալ կազմակերպության կամ խանութի կամ ինչ-որ առցանց հարթակի կողմից, այս պարագայում պետք է շատ զգույշ լինել, նախ հավաստիանալ, որ կայքը իրական է, որովհետև երբեմն նույնիսկ, այսպես ասած, կլոնային կայքեր են լինում, որոնց օգտագործելիս տեսքը բացարձակ նման է, բայց ինչ-որ փոքր նյուանս կա, որը որ կարող է վկայել, որ այս կայքը իրական կայք չի եւ դրամաշրջությամբ է զբաղվում։ Մնացած դեպքերում շատ կարեւոր է, որ հատկապես օրինակ ես հաճախ նկատում եմ, պատկերացրեք խանութում գնում են կատարում եւ տարեց մարդիկ, ընդհանրապես պետք է քարտը պահեն, չգիտես ինչու քարտը փոխանցվում է օպերատորին, որ պետք է կանցի, այո, եւ նույնիսկ գաղտնաբառն էլ այո ասում են, շատ կարեւոր է, որ մենք այդ մասին խոսենք մեր ծնողների հետ, մեր բարեկամների հետ, որովհետեւ սա ուղղակի իրազեկվածության պակաս է։ Իհարկե իրանք երբեմն լինում են այնքան, այսպես ասած, վստահության մակարդակը շատ բարձր է եւ շատ հաճախ են շփվում այդ խանութի աշխատակիցների հետ։ Այո, բայց իհարկե շատ կարեւոր է հասկանալ, որ մի անգամ կարող է դա տեղի ունենալ եւ շատ ցավոտ տեղի ունենալ եւ դրա համար պաշտպանված լինելը շատ կարեւոր է թե առցանց հարթակներում եւ թե ոնց որ առկա իրավիճակում։ Իհարկե այս թեման շատ նուրբ շերտեր է պարունակում իր մեջ եւ ես հույսով եմ, որ մենք գոնե այդ նախնական քայլերը կարողանում ենք իրազեկել նաեւ մեր ռադիոլսողներին, որպեսզի նրանք եւս կարողանան կիբերհանցագործներից պաշտպանվել եւ փորձեն նաեւ անվտանգության կանոնները պահպանել իրենց մաքսիմալ ապահովությունը ապահովելու համար եւ դուք ձեր խոսքում նշեցիք, որ ձեր կարծիքով հիմա ամենախոցելին դպրոցական երեխաներն են, ինչ մենք կարող ենք անել այս առումով, որպեսզի կարողանանք իրազեկվածության մակարդակը ել ավելի բարձրացնել, թեպետ թվում է, որ երեխաները շատ ավելի լավ են տիրապետում համացանցային տիրույթին, այնտեղ տարբեր գործիքներին, որոնք իհարկե գնալով ել ավելի զարգանում են, ամեն օր մի նոր բան է հայտնաբերվում, ամեն օր մի նոր փոփոխություն կա եւ կարծես շատ դեպքերում չենք էլ հասցնում այդ ամենի հետևից, բայց ամեն դեպքում ինչ անել, երեխաները ինչքան կարող են իրազեկ լինել, այնքան էլ շատ ավելի խոցելի։ Ինչ անել այս պարագայում, միգուցե պետք է նաև, չգիտեմ, դպրոցներում ներգրավվածությունը մեծացնել, նաև նման դասաժամեր լինեն կամ ինչպես կարելի է ընդհանուր առմամբ երեխաների շրջանում իրազեկվածությունը բարձրացնել եւ գիտելիքների մակարդակը այս առումով։ Շատ լավ հարց եք տալիս, իրականում այո, իրենք շատ արագ են, շատ կողմնորոշվող են համացանցում եւ ընդհանրապես բոլոր գadgetների հետ աշխատելիս, բայց եւ այնպես այդ արագության մեջ նաեւ սխալվելու հավանականությունը բավական բարձրանում է։ Եվ ես ձեզ ասեմ, որ վերջերս 2025 թվականի վերջին տեղի ունեցավ Cyberquest մրցույթ, որը որ կիբերանվտանգության վերաբերյալ շատ հիանալի իրազեկման հնարավորություն է։ Մրցույթին կարողացան մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները, ինչը ցույց էր տալիս, թե ինչպես են աշխատում դպրոցում, օրինակ ԹԳՀԳ-ի մասնագետները խմբերի հետ, ինչպես են իրազեկվածությունը բարձրացնում։ Ես կոչ եմ անում նման մրցույթներին, նման միջոցառումներին դպրոցականների ներգրավվածությունը շատ ավելի մեծացնել, որովհետև նման միջավայրերը նաև հնարավորություն են ստեղծում շփվելու այնպիսի անձանց հետ, ում ճանաչում են եւ հետագայում հետևում են եւ հետագայում ավելի զարգանում են եւ սխալների հավանականությունը շատ ավելի քչանում է։ Իհարկե դպրոցներում նաև մենք ունենք տարբեր լաբորատորիաներ, ինֆորմատիկայի դասեր, այնպես որ հուսանք, որ այդ դասերն այն փոքր տրանսֆորմացվում են, քանի որ ժամանակը փոխվում է, ժամանակի պահանջները եւս եւ իրազեկվածության մակարդակը եւս կբարձրանա եւ կունենանք ել ավելի պատրաստված մասնագետներ, որոնք երեխաներին իհարկե կկարողանան սովորեցնել եւ պատրաստել եւ իհարկե ցանկացած ամեն ինչի հիմքանից դպրոցից է սկսվում, հիմա նույնիսկ կարելի ասել մանկապարտեզից։ Այո։ Այժմ մանկապարտեզում, գիտեք, մեդիագրագիտության ոնց որ
տարեր կան, որ չափորոշիչի մեջ է մտնում կրթական, որ պետք է երեխաների հետ մեդիա գրագիտության պարապմունքներ ունենան դաստիարակները։ Եվ դա եւս շատ կարևոր է, նաեւ ինչու՞ ոչ երեխաները շատ փոքր տարեկից են հիմա միանգամից հայտնվում համացանցային հարթակներում եւ անկախ իրենցից կարող են նաեւ չգիտակցաբար տարբեր գործառույթներ կատարել ծնողների գadgetների միջոցով եւ իհարկե ծնողներին այս բaragam նաեւ անկիտակցաբար վնասել։ Այո։ Նաև շատ հետաքրքիր դեպքեր է առումով թվում է թե ծնողների համար նվեր են անում, ինչ որ մի հատ լավ, այսպես ասած, պատվեր են անում կամ ինչ որ հիանալի տարբերակ են գտել, բայց ցավոք սրտի ինչ որ ծուղակի մեջ են ընկել, ինչը որ կանխելի է միանշանակ։ Ցավոք սրտի մեր հարցազրույցի ժամանակը արդեն իր դրամաբանական ավարտին է մոտենում։ Ես հուսամ, որ մենք կարողացանք գոնե այն հիմնարար սկզբունքները քննարկել, օգնել նաև մեր ռադիոլսողներին, նաև ինչու ոչ մեր նպաստը բերել եւ իրազեկել կիբերանվտանգ լինելու համար, չդառնալու նաև կիբերհանցագործների զոհ։ Ձեզ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Գյումրի զարգացման լաբորատորիա հիմնադրամի գործադիր տնօրեն Անժելա Բալթայանի հետ։ Դուք էլ շարունակեք հետևել երեկոյան ծրագրին։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։